Այսօր վաղառավոտից հակակոռուպցիոն կոմիտեն քննչական գործողություններ է իրականացնում Գյումրու համայնքապետարանի շենքում։ Իրավիճակը լարված է ոչ միայն շենքում, այլև ամբողջ հրապարակում։ Այս պահին մենք տեսնում ենք փակ ճանապարհներ Գյումրու կոմունալ ծառայության մեքենաների կողմից, ինչպես նաև ուժային կառույցների եւ գյումրեցիների մեջ պարբերաբար իրավիճակը սրվում է։ Մեր տեսախցիկը ֆիքսեց, թե ինչպես մեկ անց շտապօգնությունով տեղափոխվեց բժշկական կենտրոն ինքնազգացողության վատ թրացման պատճառով։ Գյումրիի համայնքապետարանի մոտ ոստիկանության աշխատակիցները փորձում էին ոստիկանական պատ կազմել, որպեսզի իրավապահները կարողանան համայնքապետարանի շենքից դուրս հանել համայնքապետ Վարդան Ղուկասյանին, որին հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալելու որոշում է կայացրել։ Բախումներ եղան ոստիկանների եւ քաղաքացիների միջև, կան նաեւ բերման ենթարկվածներ։ Դե կոնկրետ քանի անձ է ձերբակալվել, այս պահին թվեր չի հրապարակվել ներքին գործերի նախարարության կողմից։ Նշենք նաև, որ ավելի վաղ հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել էր, որ Գյումրիի համայնքապետ Վարդան Ղուկասյանին եւ համայնքապետարանի եւս 7 աշխատակիցների կալանավորելու որոշում է կայացվել։ Նրանք մեղադրվում են կաշառք պահանջելու եւ ստանալու մեջ։ Չնայած իրավիճակը շարունակում էր լարված մնալ համայնքապետարանի կենտրոնական մուտքի մոտ, բայց Վարդան Ղուկասյանը հետնամուտքից դուրս եկավ եւ իրավապանների հետ մոտեցավ այն մեքենային, որը տեղափոխելու էր իրենց հակակոռուպցիոն կոմիտե։ Վարդան Ղուկասյանի իրավապաշտպան Արամայիս Հայրապետյանն էլ նշեց, որ ձայնագրությանը ծանոթացել է մամուլի միջոցով, բայց այնտեղ էլ կաշառքի մասին բան չի ասվում։ Ես այդ ձայնագրությունը լրատվական միջոցներից եմ ծանոթացել, եւ այդ ձայնագրության մեջ էլ կաշառքի մասին ոչինչ չկա։ Ինչու են այսպես կաշառք, որովհետեւ ասեն քաղաքականություն չէ, սա կաշառք է։ Գյումրու փոխքաղաքապետ Ավետիս Առաքելյանն էլ, ով նաև Վարդան Ղուկասյանի փեսան է, հայտարարեց քաղաքապետարանի գործադուլի մասին։ Այս ամենից հետո իրավիճակը եւս մեկ անգամ սրվեց։ Քաղաքացիներն ու ոստիկանները բախվեցին, որի արդյունքում կրկին եղան բերման ենթարկվածներ։ Հրաչ Սահակյան, Խան Հովհաննիսյան, այսօր։